Օպերացիա Սինդուր Հնդկաստանի ռազմական գործողության ծածկանունն է Պակիստանում և Պակիստանյան Քաշմիրում ահաբեկչական ենթակառուցվածքների դեմ հրթիռային հարվածներով։ Սա միջուկային այս տերությունների ամենախոշոր կատաղի ռազմական բախումն է վերջին տարիների ընթացքում։ Ամբողջ աշխարհը շունչը պահած սպասում է հետագա զարգացումներին, որոնք կարող են վերաճել լայնածավալ պատերազմի։ Սա Հնդկաստանի վրեժն է Քաշմիրի մահաբեր ահաբեկչության համար։ Հնդկաստանի հարվածների թիրախում Պակիստանի բանակը չի եղել, այլ Հնդկաստանի դեմ ահաբեկչական գրոհների կազմակերպման ու իրագործման հետ առնչություն ունեցող գրոհայինների 9 օբյեկտները։ Չափազանց կարևոր էր, որ ապրիլի 22-ի հարձակման կազմակերպիչներն ու իրագործողները պատասխանատվության ենթարկվեն։ Պակիստանը որևէ քայլ չի արել ահաբեկիչներին պատժելու համար։ Հակառակը կտրականապես հերքել է մեղադրանքները։ Մեր հետախուզության տվյալների համաձայն Պակիստանի ահաբեկիչները գրոհներ էին ծրագրում Հնդկաստանի դեմ։ Հարձակումները կանխելու համար Հնդկաստանը գործողություններ է սկսել, որոնք ուղղված էին ահաբեկչական ենթակառուցվածքների ոչնչացմանը։ Հնդկական կողմը պնդում է գրոհներն ուղղված են բացառապես ահաբեկիչների դեմ, մինչդեռ Պակիստանը հարվածներն անվանել է պատերազմական ակտ, ընդգծելով, որ թիրախավորվել են քաղաքացիական բնակավայրերը։ 10-12 անգամ հզոր պայթյուններ եղան։ Մենք տեսանք, թե ինչպես էին հրթիռները հարվածում երկնքից, բայց չիմացանք, որ բնակավայրերն են թիրախավորվել։ Ձայնը շատ սարսափելի և ուժգին էր, ամբողջ քաղաքը սարսափած էր։ Օդային հարվածների հետևանքով Պակիստանում զոհվել է 26 մարդ, 46-ը վիրավոր է։ Լույսը բացվելուց հետո տեսանելի է դարձել ամբողջ ավերածությունը։ Այս ամենն ավերվել է իմ աչքի առաջ, ամբողջ գիշեր մեր բնակավայրն ահու սարսափի մեջ էր։ Տարածքի բնակչությունը խուճապահարը փախել է այստեղից։ Խիստ դատապարտում ենք Հնդկաստանի այս վախկոտ քայլը։ Իսլամաբադն ինչպես խոստացել էր, կոշտ քայլեր է ձեռնարկել։ Մենք մտահոգված ենք, որ Հնդկաստանը Պակիստանի վրա հարձակում կիրականացնի առանց արդարացված պատճառի, եւ հենց այդպես էլ եղավ։ Պակիստանը կպաշտպանի իրեն։ Պակիստանի զինված ուժերը հարվածել են Հնդկաստանի բանակի բրիգադի շտաբին։ Պակիստանը 48 ժամով փակել է իր օդային տարածքը եւ կործանիչներն օդ է հանել։ Իսլամաբադի տվյալով Հնդկաստանի ռազմաօդային ուժերի 5 օդանավ է խոցվել, այդ թվում ֆրանսիական 3 Ռաֆալ կործանիչ եւ 2 խորհրդային Սու եւ MiG օդանավեր։ Հնդկական կողմը թեպետ դեռևս չի մեկնաբանել, այնուամենայնիվ փաստերն ավելի խոսուն են, հայտնաբերվել են կործանված օդանավերից մեկի բեկորները։ Հնդկական կողմը հաղորդում է, որ հակառակորդը հրետանային կրակ է բացել Քաշմիրի սահմանին։ Քաշմիրի հնդկական կողմում զոհվել է 11, վիրավորվել 48 մարդ։ Բնակչության մեծ մասը պատասպարվում է ապաստարաններում, օդանավակայանները դադարեցրել են թռիչքները։ Լարվածության սրման ֆոնին հակահնդկական տրամադրությունները խորանում են նաև Պակիստանի հանրության շրջանում։ Երկրի մի շարք բնակավայրերում բողոքի ցույցեր են։ Ակտիվիստներն այրել են Հնդկաստանի դրոշը։ Աշխարհն արձագանքել է պայթյունավտանգ իրավիճակին։ Համաշխարհային առաջնորդները կողմերին զսպվածության կոչ են անում։ Մենք այդ մասին իմացանք Օվալաձև սենյակ մտնելիս։ Կարծում եմ մարդիկ գիտեին, որ ինչ-որ բան է պատահելու, անցյալում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով։ Նրանք երկար ժամանակ է կռվում են, շատ տասնամյակներ եւ դարեր, բայց ես պարզապես հուսով եմ, որ դա շատ արագ կավարտվի։ Պակիստանի հետ տասնամյակներ շարունակ դաշնակցային հարաբերություններ ունեցող Չինաստանը խիստ մտահոգված է ստեղծված վիճակով ու ափսոսանք է հայտնել Նյու Դելիի որոշման կապակցությամբ։ Զսպվածության կոչ է անում նաև Ռուսաստանը։ Իրանն էլ հանդես է եկել կողմերի հաշտեցմանն ուղղված բանակցությունների միջնորդությամբ։ Իսկ ահա Պակիստանից միլիարդների զենք ստացող Բաքուն կողմնակալ դիրք է բռնել։ Ադրբեջանի արտգործնախարարը դատապարտել է Պակիստանի դեմ ռազմական հարձակումները, նշել, որ համերաշխ լինելով Պակիստանի ժողովրդի հետ ցավակցություն է հայտնում անմեղ զոհերի ընտանիքներին եւ մաղթում շուտապույտ ապաքինում վիրավորներին։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։